Ողջունում եմ բոլորից, սիրելի հետևորդներ ջան, եւ նախքան վլոգս սկսելը, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր բարձր ուշադրության համար, հատկապես երբ որ մեկ օրով բացակայում եմ էջից եւ անմիջապես իմ տեղը նկատելի է դառնում, բոլորդ անհանգստանում եք եւ իհարկե անհամբեր սպասում եք։ Ես լավ եմ, սիրելիներս, ուղղակի ասեմ, որ այդ իմ օրվա բացակայությունը կախված էր մի շատ լավ առիթի հետ, ծնունդի էի հրավիրված եւ այդ օրը չկարողացա վլոգ անել ձեր համար, հիմա իմ վլոգի վերջում, քանի որ մի քանի կադրեր եմ այդտեղ ես ձևավորել արդեն, վլոգի վերջում այդ կադրերը ձեզ կներկայացնեմ եւ արդեն կասեմ, թե ում ծնունդն էր, որտեղ էի եւ ինչպես անցավ։ Իսկ հիմա, քանի որ շատ սրտով կոֆե եմ ուզում, հատկապես երբ որ նոր եմ եկել տուն ու այս ընթացքում ոչ գազ կար, ոչ լույս կար, բայց ես ինչ չեմ կորցրել ու մի բաժակ արաղով բամբակը դրել եմ, կոֆեն էփել, խմել, հետո նստել ու վայելել։ Մի պահ ուզում էի ձեզ միանալ, հենց այդ ձևով շատ հետաքրքիր կլիներ, բայց մի քիչ նյարդայնացած վիճակ էր, որովհետև ոչ թե այդ պահով, որ ձեզ միանամ, այլ այն պահով, որ երբ որ լույս ու գազ չի լինում, արդեն մեզանից անկախ մեր նյարդերը տեղի են տալի, որոշեցի, լավ ասեցի, ուրեմն միգուցե լավը սա է, առանձին նստեմ, իմ կոֆեն վայելեմ, համել մի քիչ կհանգստանամ, այսօր շատ շոկ էր, երբ որ եկա տուն, ուղղակի անհնար էր այդ շոքին, նույնիսկ արդեն ես կասեմ, որ կարելի է արդեն սառնարանում ջուր դնել, որ շոկ օրերին սառը ջուր խմեք, քանի որ հատկապես ես չեմ սիրում, երբ որ այդպես ծորակից անմիջապես ջուր է լցնում եւ խմում եմ։ Այդ դեպքում այդ քլորի հոտը շատ եմ զգում, դրա համար թողնում եմ ջուրը հանգստանում է ու նոր միայն խմում եմ իմ ջուրը։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այդ ընթացքում նաեւ այստեղ լվացել եմ իմ սուրճի հիմնական ամանը, որը այստեղ եմ միշտ տեղավորում, մի հատ էլ չորացնեմ, լավ, որովհետև արդեն երբ որ այդ ձևով իմ կոֆեն էփեցի, ուղղակի կարելի է ասել, գդալով քերեցի այս ամանը, մի քիչ կոֆեի կստացվեց, նման դեպքերում, երբ որ կոֆեն քիչ հալնում, ես ասում եմ կոֆեիկ, ինչև է, հագեցրեց եւ արդեն լավ տրամադրությունով ձեզ եմ միացել, տուն գալիս մի քանի գնումներ եմ կատարել, իհարկե նաեւ սուրճ եմ գնել եւ հիմա արդեն ոնց սիրում եմ ասել, մի հատ հալալ կոֆե խմենք իրար հետ, ահա, այստեղ եմ տեղավորել, սկզբի համար դե պարտադիր անցնում ենք կոֆե էփելու, հետո մեր զրույցին ու գործին, ահա, ջան, այստեղ իմ սիրելի թխվածքն եմ գնել, օձունի, պեսոչնին է, ահա, սիրելի հետևորդներ ջան, խնդրեմ, շատ եմ սիրում, որովհետև անմահական համ ունի, համել այսքան թեկուզ եւ ձեռքիցս գալիս է ամեն ինչն էլ թխելը, բայց թե պատրաստին ուրիշ է էլի, ահա, չենք դիմանում գայթակղությանը եւ գնում ենք ու վայելում ենք արդեն, ինչև է, հույս ունեմ մի հարմար օր, ես էլ ինչ-որ մի բան կթխեմ եւ ձեր հետ իմ օրը կկիսեմ, ինչպես միշտ, այստեղ լավաշ եմ գնել, 1 կիլոգրամ է եւ տեսնենք որտեղի լավաշն է, պատրաստված է հատուկ տեխնոլոգիայով, տաք լավաշ, բայց ոնց որ թե չի ասում, թե ով է արտադրողը, փորձեմ գտնել, կարծում էի Սևանի լավաշն է, բայց այս էլ տեսքը շատ լավն է, տեսեք կարմիր է, մի խոսքով, որտեղ է գրված, թե որտեղին է, լավ, կարևոր չէ, կարևորը արդեն որ գնել ու տուն եմ բերել,
Ահա, և արդեն հասնում եմ սուրճին։ Այստեղ իմ սիրելի կոնֆետներն են հասարակ, որը շատ եմ սիրում, հատկապես, երբ որ բաղոբաղչում գործ եմ անում, բայց քանի որ ուզում եմ նախքան դատարկելը մի հատ կոնֆետ դնեմ գազին, ահա, հույս ունեմ այսօր էլ չեն կտրի ոչ գազը, ոչ լույսը։ Այսպես, այս անգամ անմիջապես սուրճի բաժակի մեջ, որովհետև անմյուս բաժակը արդեն տարել եմ այստեղից։ Երբեմն էլ ձեռքիս հետ այդպես է ստացվում։ Ահա։ Ոչինչ, հիմա սրան էլ կսրբեմ, կչորացնեմ, քանի որ միշտ ասել եմ, որ սուրճի բաժակը պարտադիր պետք է չոր լինի, որ կոֆեի ջրահամ չկա։ Փորձեք և կհամոզվեք, անգամ մի կաթիլը կոֆեի համը փոխում է, հատկապես երբ որ նրբանկատ մարդ ենք լինում, անմիջապես այդ նրբությունը նկատելի զգում ենք։ Ահա, այսպես։ Անմիջապես տոպրակից ջան ինչ լավ նահոտը, և այսպես։ Ահա, իսկ հիմա մնացածը լցնում եմ այստեղ, ասեմ, որ այսքանը 1000 դրամի կոֆե է, սիրելի հետևորդներ ջան, մի ընթացք կար, որ քիչ էի գնում, որ բերեմ լցնեմ անմիջապես այս ամանով մեկ լինի, բայց հիմա փոխվել է ձևը, ոնց ասած, անմիջապես այդպես 1000 դրամի ասում եմ աղացեք, համ իմ համար է հեշտ լինում, համ էլ իրենց համար է հեշտ լինում, էլ այդտեղ գրամ չենք անում, չնայած որ ես էլ արդեն գրամ, որովհետև այնքան է թանկացել կոֆեն, ոսկու գին է դառել։ Հիմա սացացնում եմ, որ իր գուրմունքը լավ պահպանի և արդեն լվացած մաքուր փայլում տեղավորում եմ իր շարքում այստեղ։ Երբեմն անտեսվում է, չէ, այդպես կոֆեի այդ ամանները լվացածու մաքուր պահել, անընդհատ սուրճը լցնում ենք, հետո պահ է գալի, որ վրա լցնում ենք ու հերթ չի հասնում այդ ամանին մի հատ տեղին փայլացնենք։ Մինչև որ իմ կոֆեն կեփի, սիրելիներս, չնայած էլի գնումներ ունեմ, որ պիտի ցույց տամ, բայց այս իմ նվեր ծաղիկները ուզում եմ այս փոքր ծաղկամանից հանել և արդեն իսկ պատրաստել եմ, որ այս մեծ ծաղկամանի մեջ դնեմ, այդ օրը վրազ էի, հետո մի անգամից փոքր ծաղկամանը վերցրի ու հենց փաթեթավոր ածել տեղավորեցի, ճիշտ է, համ սիրում եմ սենց, համ էլ դե ծաղիկները մեղք են լինում էլի, մի հատ մի ընթացք է գալի, որ այդ փաթեթավոր մանձևը մեզ դուր է գալի, հետո ուզում ենք մի հատ հենց պահենք, բայց ծաղիկները այսպես փակված մեղք են։ Հիմա բացեմ և ազատություն տամ վարդերին, այսպես, շատ թարմ է մնացել այս օրերին, ասեմ, շատ լավ է պահպանվել, շատ որակյալ վարդեր է։ Հիմա ուզում եմ ցույց տալ իսկապես իմ նվեր վարդերի թարմությունը, սիրելիներս։ Մի հատ էլ եկեք հոտ քաշեք, ահա, շքեղություն, ուղղակի բառից բուն իմաստով շքեղություն, ահա, խնդրեմ, իմ վարդերին ազատություն տվեցի և իհարկե ճոխություն տվեցի, հիմա արդեն խոհանոցից կվերցնեմ, այս օրերին այստեղ է եղել և կտանեմ կամ հյուրասենյակ կամ էլ իմ ննջասենյակ, որ առավոտը արթնանամ, հետո այս սիրունությունը տեսնեմ, համ էլ վարդի բույրը իմ սենյակից գա։ Հիմա այնպիսի օրեր են, որ այդքան էլ հյուրասենյակում չեմ նստում և դե գիտեք, առավոտը գնում եմ գործի, գալի, հետո անմիջապես հիմա էլ բաղոբաղչի գործերը, ահա, այստեղ իմ սուրճը եղավ, ես լցնեմ, ջան, դուք էլ եք եփել, չէ, սրտիկներ ջան, ահա,
մյուս գնումներս եմ հանում, որը շատ կարևոր է, ամեն սեղանը ըստեղ տեղ կբացվի, ազատ կլինի, անձեռոցիկ եմ գնել, այն երկար անձեռոցիկի տուփի համար, իսկ այս մեկն էլ արդեն խոհանոցային անձեռոցիկ։ Այս օրերի ընթացքում տոնական անձեռոցիկներն էի օգտագործում, այստեղ ձեռքիս և այնքանը սպասեցի, որ այսպես նաշխերով լինի խանութներում, չեմ սիրում, որ առանց նաշխի է լինում։ Մի տեսակ այս գույները նույնպես պայծառություն են պարգևում և արդեն սա էլ գտավ իր տեղը։ Ահա, մի հատ էլ բացեմ սկիզբը, որ պետք եղած դեպքում անմիջապես օգտագործեմ։ Ընդհանրապես շատ դժվար է, չէ, այս տիպի ամանների համար իր չափով անձեռոցիկներ ճարելը, ահա, կամ շատ բոյով է լինում, կամ կարճ է լինում, մի խոսքով։ Երբեմն աննկատ է լինում, բայց այստեղ ինքը փոքրիկ տեղ ունի, որպեսզի ավելի գեղեցիկ բացենք, ահա, և խնդրեմ։ Այսպես։ Եվ արդեն կարող եմ մեկն էլ բացել ու հանգիստ լինել, ինչպես միշտ սկզբի հանածը պատրվում է, որը չի խանգարում և տեղավորում ենք։ Այդքան էլ պետք չի, որ բծախնդիր լինենք էլի ամեն ինչի նկատմամբ, որ վայ, ես մի բանը չպետք է սենց լներ, վայ, այս կողմ են կողմ, ահա, խնդրեմ, և փակված արդեն, ոնց ասած, իրա վերովներ։ Այսպես, սա այստեղ չեմ թողնում, քանի որ արդեն այս մեկը կա, և արդեն կարող ենք մի կում կոֆե խմել իրար հետ։ Այսպես, անտիր։ Այս սննդային թաղանթները շատ լավն են, էլի շատ։ Եվ այստեղ սիրունաման էի բերել, որպեսզի դասավորեմ։ Այսպես, ահա, այս մարգարիտի նման ամանի մեջ եմ դասավորելու, սիրելի հետևորդներ ջան, գեղեցկացնելով իմ սուրճի այս մի պահը։ Եվ ահա, խնդրեմ, սիրելի հետևորդներ ջան, տեսեք, թե ինչքան գեղեցիկ է ստացվում, այսպես փռված դասավորելով։ Ու հիմա արդեն հանգիստ կարող եմ իմ կոֆեն խմել ձեր հետ։ Դուք էլ ձեր կոֆեն խմեք, որովհետև շատ լիքը գործեր ունենք բոլորս էլ, մի պահ հետ նստեք և հանգստացեք։ Բայց քանի որ ես հիմա խոսողի դերում եմ, պետք է համ ձեր հետ խոսեմ, համ էլ գլխիս ճարը տենամ մի համով բան սարքեմ։ Հիմա պետք է սոխարած անեմ, որովհետև ուզում եմ, որ մի հատ ջրալի ճաշ եփեն համով։ Ես այս ձևով եմ միշտ սոխերածանում, սիրելիներս, և հիմա չեմ ուզում ինչ-որ ձևական դասկան վերցնել, մանր կտրել, թե ինչա, թե ձևը թենցա։ Ամենքս ունենք մեր եփել թափելու ձևը, մեր պատրաստելու ձևը, չնայած բոլորս էլ այդ կանոններին շատ լավ ենք ծանոթ, անգիր գիտենք, թե որը որից հետո է։ Բայց երբ որ արդեն մեր տանն ենք պատրաստում, ուզում ենք, որ մեր մատների համը, մեր ձեռքի համի ուժը, որը միշտ ասել եմ, փոխանցենք մեր էփած ամեն ինչին։ Ահա, հիմա երկրորդ կեսը, թեկուզ և մի քիչ խոշոր, որովհետև ինքը որ թուլանում է, արդեն հավաքվում է ու ապուրների, ճաշերի մեջ կարելի ասել չի երևում։ Եթե իհարկե այն տիպի մարդ չենք, որ գդալը վերցնենք, հետո սոխման գանք ասենք, վայ, բայց մեկը խոշոր է։ Շատ լավ գիտեմ, որ այդ տիպի մարդիկ էլ կան, որ սոխը չեն սիրում, որ ճաշերի մեջ երևում է, բայց փառք Աստծո, ես այդ տիպի մարդկանց շարքում չեմ, նաև իմ ընտանիքի անդամները։ Հիմա չենք մոռանում մեր կոֆեն և այստեղ վայելում ենք։
Սիրելի հետևորդներ ջան, իմ սոխարածը լավ իմ սրտով կարմերում է։ Մի քիչ էլ էսպես թողնում եմ կարմրի, որովհետև ճաշերի մեջ սիրում եմ, որ սոխարածը խրթխրթան է լինում եւ իր համը ավելի լավ է դարձնում ընդհանուր ճաշի համին։ Հիմա ընթացք եմ տալիս, ապա նորից կմիանամ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, սոխարածից հետո 1-2 գդալ տոմատ եմ լցրել, հետո ջուրը, որից հետո արդեն կարտոֆիլն եմ մաքրել ու արդեն լցնում եմ։ Ասեմ, որ ռեդի յուղով եմ սոխարածը պատրաստել եւ հավի թևիկներով ճաշ եմ եփելու։ Ահա, որը նույնպես արդեն սառաստեղից հետ է եկել, ինձ եմ մոտեցրել։ Ասեմ, որ արդեն երևի մի կես ժամից կմթնի եւ այսօր ուրիշ ձևով էի նախատեսել իմ օրը, այս ժամերը, բայց ոնց որ թե չհասցրի դրսում գործ անել։ Այդ լույսերը եւ գազերը, որ տարել էին, հավանաբար այդ խանգարեցել, գիտեք, որ անգամ 5 րոպեն էլ կապ ունի էլի մեր գործերի մեջ, թե որից հետո պետք է անենք, բայց ոչ թե այստեղ 5 րոպեի հարցեր, այլ ժամից ավել հարցեր, ու ես այդ ժամից ավելում հաստատ կտեղավորվեի ու արդեն կարող էի դրսում էլ գործ անել հավեսով, բայց թե ոչինչ, ճիշտ ասենք երեկոյան այդ ընթրիքը շատ հարմար է, հատկապես երբ որ թեթև ենք սնվում, հավի թևիկները դիետիկ են համարվում եւ չի ծանրացնի երեկոյան սնվելով։ Ահա, այսպես։ Միտք ունեի, որ խորոված պատրաստեմ, այդ ծալամները հավաքեմ, հետո վառեմ ու խորոված անեմ թևիկների, քանի որ թևիկները այստեղ արդեն շատ է, էլի այսքան լրիվ ճաշին չեմ լցնի։ Հիմա մի մասը ճաշին կավելացնեմ, մի մասն էլ արդեն աղա ինչ որ պետք է կանեմ, համեմունք կանեմ, հատուկ հավի համար համեմունք ունեմ, շատ չեմ ջուրը լցնելու, մի թեթև սոճնի աբուրա լինելու, ընտիրություն։ Թևիկներ կարտոֆիլի հետ կեփվի, համահավասար եւ արդեն պատրաստ կլինի։ Մտնեց արդեն, սիրելի հետևորդներ ջան, այստեղ արդեն աղը ցանել եմ թևիկների վրա, ահա, 8 հատ թևիկ էլ այստեղ եղավ, ոնց ասած աղբերափայ ստացվեց։ Հիմա մի հատ էլ էս համեմունքը, ճիշտ է, առանց համեմունքի եմ սիրում ընդհանրապես խորովածը, բայց սա նախատեսված հավի մսի համար, դե ոչինչ, քանի որ կա, սրանից էլ մի փոքր, հատկապես, երբ որ ամբողջ գիշերը մնալու է, իսկապես արժե, որ սրան էլ ավելացնեմ, ընդհանրապես, եթե անմիջապես եմ խորովում, մենակ աղ եմ անում, արդեն ինձ լավ գիտեք, բայց որ գիշերը պիտի մնա, արդեն արժե, որ ես համեմունքն էլ անեմ։ Ես էլ ալավը և սրանով նույնպես շատ համեղ է ստացվում։ Այս անգամ էլ այսպես կխորովեմ սիրելիներս։ Այսքանը հերիք է, շատ պետք չի։ Եվ քանի որ չեմ ուզում ձեռքերով անել, արդեն գդալով կխառնեմ և արդեն կտեղափոխեմ սառնարան։ Սրանով արդեն վաղը կզբաղվեմ, իր համերն էլ արդեն լավ վերցրած կլինի։ Որոշ ժամանակ անցել, սիրելի հետևորդներ ջան, եւ հիմա մոտենամ իմ համով ճաշի բերանը բացեմ, տեսնեմ ինչ վիճակ կա։ Ահա, այսպես։ Ջան։ Արդեն այս տեսքն է ձեռք բերել, հոտը համեղ է գալի, որը նշանակում է, որ իմ ճաշը եփված է։ Հիմա ինձ մնում է կանաչի ավելացնեմ եւ արդեն պատրաստ կլինի, բայց մի հատ եկեք, մի հատ այսպես տեսնենք, ահա թե ոնց է փլվել թևիկները։ Իհարկե շատ չեմ ուզում այսպես խառնել, որովհետեւ շատ խառնել պետք չէ, արդեն չեմ ուզում, որ միսը փլվի։ Համեմ եմ ավելացրել,
որը յուրահատուկ համ է փոխանցում հենց այս ապուրին։ Ահա։ Այսպես թեթևակի կանաչին ենքան իր հյութը վերցնի, համերը փոխանցելու համար և պատրաստ է։ Կարող եմ արդեն գազօջախը անջատել։ Սիրելի հետևորդներ ջան, այն օրը հրավիրված էի Անի Ադամհատիկին և 1 տարեկանին։ Գիտեք չէ Անին ով է, Վահանիկի փոքր քույրիկն է և իրենք իմ լավագույն հարևաններն են։ Այս առիթը տանն էին պատրաստել և բավականին հյուրեր ունեին, 30-ից ավել հյուրեր էին հրավիրել և շատ լավ անցավ, բոլորս լավ ուրախացանք և իհարկե նման առիթներով բոլորս էլ մեզ լավ ենք զգում, հատկապես երբ այդ ամենը տանն է կատարվում։ Այստեղ եկեք վայելենք փոքրիկ Անի այն պահերը, որ արդեն պետք է քաշի Ադամհատիկի այդ ընտրությունները։ Շատ հետաքրքիր է, չգիտեմ այս պահերին փոքրիկները ինչ են զգում, արդյոք հասկանում են, թե ինչ է կատարվում, թե ուղղակի խաղում են, և սա իսկական անմեղություն է, ամենամաքուր անմեղությունն է, և մենք այս ամենը խաղի ենք վերածել և շատ հետաքրքիր ենք դարձնում մեր փոքրիկների յուրաքանչյուր օրը։ Անին այստեղ իհարկե իր ընտրությունը կատարել է, արդեն ընտրել է դատավորի պաշտոնը, նաև երկրորդն է քաշել հաշվապահը և հիմա արդեն խաղիկներ է տալիս և զվարճացնում է մեզ, արդեն պատվոգիրը կախված է այստեղ, քանի որ առաջինը դատավորն էր քաշել, դրա համար պատվոգրին արժանացրինք դատավորի պաշտոնը։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, այստեղ արդեն ֆոտոսեսիաներ են սկսվել և փոքրիկ Անին կարծես այստեղ ամեն ինչ հասկանում է և իրեն շատ լավ է դրսևորում և բոլորիս էլ ժպիտ է պարգևում, բայց այստեղ կարծես շտապում է և մայրիկին է նայում ասելով, թե բա մոմերը չեք վառում, մի հատ ուրախանանք, երազանք պահենք և իհարկե այս գեղեցկությունը, որ կարմիրի և սպիտակի մեջ է, շատ նույնպես լավ տպավորություն է հաղորդում, պայծառություն է փոխանցում բոլորիս։ Արդեն մոմերը վառել է իր մայրիկը և Անին շատ լավ է զգում իրեն։ Իհարկե շրջապատել ենք բոլորս իրեն, թե Վահանիկը և թե իր բարեկամ քույր եղբայրները և մենք էլ արդեն նորից զվարճանում ենք փոքրիկների հետ և այստեղ արդեն գլխավոր մոմերն են վառվում և Անին էլ ավելի լավ է զգում իրեն, թեպետև ուշք ու միտքը արդեն այդ ուրիշ համովությունների մեջ է գցել։ Ամեն դեպքում, որպես 1 տարեկան լրացավանի, շատ իրեն խելոք ու համեստ է պահում։ Այստեղ արդեն մոմերը փչելու համար իրեն օգնության են հասնում Վահանիկը, Արամիկը և մյուս քույր եղբայրները։ Այստեղ արդեն առանձնահատուկ ֆոտոսեսիաներ են լինում և ես Անիին իմ ձեռքն եմ վերցրել, համ բարեմաղթանքներ եմ ասում, թեպետև ընդհանուր ձայնը անջատել էի, որովհետև երաժշտությունը միացրած չլինի, թե յութուբյան խնդիրներ ունենայի և այստեղ իհարկե, քանի որ Անին ընտրել է դատավորի պաշտոնը, ես իմ փոքրիկ կաշառքն եմ նվիրել։ Ես արդեն տուն եմ գնում և ահա այսպիսի հրաշք տեսարան ա մեր մոտ բացվել, թռչունները սիրուն երգում են, եղանակը հրաշալի, դե լուսնյակն էլ արդեն, եկուզ և ժամանակից շուտ, բայց շողշողում է։